Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք երկու տեսակ աղցան։ Ինչպես բոլորդ գիտեք, արդեն պահքը սկսել է, ով պահքի մեջ է, կարող է հետևել ինձ եւ պատրաստել։ Ասեմ, որ շատ հեշտ, շատ արագ եւ շատ համեղ աղցաններ են լինելու։ Այսօր ես պատրաստելու եմ երկու տեսակ աղցան։ Ուրեմն առաջինի բաղադրիչները տեսնում եք, ասեմ, որ ես վերցրել եմ երկար այսպիսի բրինձ, նախապես խաշել, նայեք երկար բրինձն է, նախապես խաշել եմ, որպեսզի արագ ստացվի, քանի որ երկու տեսակ աղցան եմ պատրաստելու այսօր, եւ տեսնում եք խաշած բրինձ, եգիպտացորեն, կարմիր պղպեղ, գազար, մաղադանոս սամիտ, սող, սխտոր եւ մի քանի տերև մառոն է։ Դե ինձ սիրելիներս եւ օգտագործելու եմ թիթապտղի ուսալուղը։ Դե ինձ սիրելիներս սկսեցինք։ Սկզբի համար ուրեմն ինչ ենք անում։ Բրինձը լցնում ենք այսպես աղցանամանի մեջ։ Այսքանը բավական է։ Տեսնում եք ինչքան լավ բրինձ է։ Ես միշտ աղցանների համար նախընտրում եմ երկար բրինձ։ Շատ եմ օգտագործում երկար բրինձը։ Պահքի համար սրանք շատ հեշտ եւ շատ արագ պատրաստվող աղցաններ են։ Եվ նաեւ համեղ։ Ուրեմն բրինձը լցրեցինք։ Ինչ ենք անում։ Ջոկում ենք գազարը։ Գազարը։ Ես միշտ պատրաստում եմ սիրելիներս։ Դուք հետևեք, դուք պատրաստեք, ով պահք է պահում, էլ եմ ասում շատ հարմար է։ Ավելացնում ենք եգիպտացորենը, ավելացնելու ենք կարմիր պղպեղ, կարմիր պղպեղը հիմա երկու մաս ենք բաժանելու եւ ասեմ, որ շատ քիչ ենք կարմիր պղպեղը օգտագործելու։ Իսկ դուք սիրելիներս չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, նայեք, հետևեք, դուք պատրաստեք սիրելիներս, կարմիր բերեց, հայ այսպես կարմիր պղպեղը, մոռացնում ենք, ավելացնում մեր աղցանին և նույնս գույն է լինում շատ գեղեցիկ, դրա համար եմ ասում, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ սիրելիները։ Գույների մեջ շատ գեղեցիկ է լինում։ Հիմա կանաչ սող, հայ այսպես։ Գարաժ մանրացնենք և ավելացնենք մեր աղցանը։
Կանաչ սոուսն ենք ավելացնում։ Ավելացնում ենք այլ այսպես մի քանի թեփ էլի մառուլ չափերը այսպես փոքր չափեր ենք մարածում այն մնացածներ կանենք ավելացնում ենք սխտոր այսպես մի հատել ենք սխտոր այ այսպես սիրելիներս Սխտորն էլ ավելացվինք, սխտորից հետո ավելացնում ենք այ այսպես սանիտ և աղադանոց բայց հիմա կանաչի առայժմ չենք գցելու ուրեմն այդ բոլորին ավելացնում ենք աղ սև պղպեղ և կարմիր կծու պղպեղ այս շատ հեշտ պատրաստվող և այսպես խառնելու ենք հիմա կտեսնեք դուք գույները բահամ ինչքան լավն է ընթացքում եգիպտացորենը կավելացնենք հիմա լավ խառնելուց հետո մի քիչ ենք եգիպտացորենը ավելացնում ամբողջությամբ չենք ավելացնում ասեցի նախապես Ինթապտի կուսայող 2 3 ավելացնենք վերջ այ հիմա ավելացնելու ենք ինչպես ասեցի մանրացրած կանաչիները Եվ դնելու ենք, բերանը փակելու ենք, դնենք սառնարան, որպեսզի համերը լավ իրար խառնվեն։ Ես ասեմ, ինչի չենք շատ մառոլ գցում կամ կարմիր պղպեղ, որովհետև թողնելու ենք, որպեսզի յուրաքանչյուր ուտեստ իր համը պահպանվի։ Դե ինչ, արդեն վերջացեցինք, պատրաստ է մեր աղցանը, հիմա նայեք, խառնեմ, գույները ինչքան գեղեցիկ են, նայեք,
սիրելիներս։ Եվ այսպես վերանը փակում ենք, ուղարկում սառնարան եւ սկսում ենք հաջորդ աղցանը պատրաստել։ Իմ սիրելիներս, հիմա սկսում ենք երկրորդ աղցանը պատրաստել։ Սկզբի համար մեզ պետք է այսպես նորից կարմիր պղպեղը այսպես Աղագարար բոլորը այսպես հիմա ավելացնում ենք սոխը այսպես պղպեղի հետ խառնում ենք, խառնելու ենք այսպես բացելու ենք սոխը ձեռքերով ավելացնում ենք աղցանամանի մեջ, ավելացնում ենք և թարմ վարունգ և մայնատացված։ Ինչպես գիտեք, մայնատացվածը իմ հակածն է, ես եմ պատրաստել։ Նորից այսպես հիմա ավելացնենք թթվարունգ, ոչ թե թթու, այլ մարինատացված։ Շատ վիտամինով հարուստ է և շատ համեղ է լինում։ Այսպես նորից այսպես առանձնացնելով ուղարկում ենք աղցանաման այսպես խառնում հիմա անցանք բազուկի նայք բազուկը այսպես ինչի սկզբից բոլորը մանրացրեցինք, որովհետև բազուկը, ինչպես գիտեք, իր գույները սա փոխանցելու է։ Որը շատ մեծ է լինում, կարող ենք երկու մաս բաժանել, բայց այդքան էլ մեծ չի մեր
Բազուկը ես գնելու սնտրել եմ միջին չափը, որպեսզի շատ մեծ չեղնի, շատ չմանրացնենք այս աղցանի ձևը այսպես է։ Նորից ենք ավելացնելու ենք խնձորի քացախ, նոր սխտորն ու կանաչին։ Սովորական խնձորի քացախ է սիրելիներս։ Այսպես խնձորի քացախ ավելացնելուց հետո լավ խառնում ենք։ Տեսնում եք գույները ինչքան գեղեցիկ են լինելու։ Սխտոր, ինչպես գիտեք անպայման սխտոր, բազուկ առանց սխտորի, առանց սև պղպեղի, սխտորը մի քիչ շատ ենք անելու, ավելացնելու ենք աղ, սև պղպեղ, փոքր է կարմիր պղպեղ, կարմիր պղպեղը կծու է, ասեմ, որ կծու եմ ավելացնում և նորից ձիթապղպի լուսայուղ, 1, 2, 3, հիմա լավ խառնենք, նայեք ինչքան գեղեցիկ է, և գեղեցիկ է, և համեղ է, դրա համար եմ ասում պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ սիրելիներս, հիմա սրա բերանն ենք փակելու կանաչին, խտրատելուց հետո դրեն ավելացնում ենք և նորից խառնում, ուղարկում, սառնարան ավելացնենք, սամիտ և մաղադանոց։ Շատ համեղ է սիրելիներս, էլ եմ ասում պարտավորները կարող են դիտել, իրանք է պատրաստեն, իրանք է համտեսեն և շատ համեղ է և արագ է պատրաստում և շատ հեշտ։ Ավելացնենք
սամիտ և մաղադանոս։ Եվ արագ է պատրաստվում և շատ հեշտ։ Կանաչին խաղացինք, լցրեցինք, հիմա լավ այս բոլորը խառնել ենք ևել, որովհետև ես անընդհատ, ինչպես տեսնում եք, ուներ այս մի բազուկով աղցանի, վերաննել այսպես։ Հատենք և ուղարկենք սառնարան։ Դե ինձ սիրելիներս, մինչև մեր աղցանները սառնարանում կսառեն, համեր իրար կխառնվեն, այդ ընթացքում մենք կպատրաստենք նաև պահքի համար նախատեսված բիսկվիտ։ Ինչ է մեզ հարկավոր, ծիրանի ջեմ, ծիրանի ջեմը իմ փակած ջեմերից է, հիմա մանրամասը ես կասեմ և ցույց կտամ։ Հիմա ծիրանի ջեմը ես կբացեմ, կես լիտրանոցը մեզ դարիս բավական է, այսպես, սուտա, նորից խառնելու ենք, նայք, որպեսի լավ խառնվի, ավելացնելու ենք երկու կտալ ընդամենը շաքարավազ և երկու կտալ նորից ձետ, նույն ձետն եմ օգտագործում, և հիմա կամաց ավելացնելու ենք ալյուրը, որը որ ես նախապես ասեցի չէ, մաղել եմ, նոր լցրել ամանը։ Այդ ընթացքում ջեռոցը կմիացնենք լավ կտաքանա, հիմա նորից ավելացնեմ, խմորը շատ պինդ չենք անում, ինչ ենք անում, մեր խմորը կոմ ենք դնում, Այլուտակ այս ասկի համար նախատեսված այսպես կկտրենք։ Սիրելիներս հիմա նայեք արդեն
խմորը լցնելու ենք, նայեք խմորին։ Նայեք սիրելիներս, այ այսպես։ Այսպես։ Ողջույն պատրաստ է եւ ուղարկում ենք ջեռոց։ Թխելու ենք 200 աստիճանի տակ, երևի 30-ից 40 րոպեն բավական է։ Կտեսնենք ընթացքում, ցույց կտամ։ Այսպես ցույց տամ։ Տեսա չոփիկով ընթացքում ստուգել եմ։ Տեսնեմ լրիվ ամբողջությամբ մեջ թխածա թե չէ։ Բայց ամբողջը արդեն լավ թխվել է իր ժամանակի ընթացքում, ահա։ Նայեք, հիմա կթողնենք կհովանա, կփոխենք ամանի մեջ եւ դրան շաքարի փոշի կարողացնենք։ Ու վերջ, պատրաստ է ամբողջովին մեկից։ Հիմա նայեք, տեղափոխեցի արդեն այստեղ։ Ասացին վերջին տակելու։ Եվ շարունակենք սիրելիներս։ Նայեք, շրջել եմ, տեսեք ինչքան հեշտ, նայեք, այ այսպես, շատ հեշտ, հանեցի վրայ, հիմա նայեք, արդեն ամբողջովին հովացել է մեր բիսկվիթը և ինչ ենք անում, շաքարի փոշի, բիսկվիթները պատրաստ սիրելիներս, Ինչքան լավն է եղել, տեսեք, դուք է պատրաստեք, դուք է համտեսեք սիրելիներս և կտեսնեք շատ համեղ է լինում պահքի բիսկվիթը, մինի ջեմ, դուք է տեսակ, իր ընդհանուր պաղատիչ կազմում էր ծիրանի ջեմ, արտադիր չի, դուք ինչ ջեմ էլ ձեր տանը ձեր ձեռքի տակ ունենաք, կարող եք պատրաստել սիրելիներս, այ այսպիսի համեղ և գեղեցիկ բիսկվիթ պահքի համար նախատեսված։ Դե ինձ սիրելիներս ահա նայեք, արդեն ամբողջը պատրաստ է, թե աղցանները, թե բիսկվիթը, նայեք սիրելիներս։ Էլ եմ ասում, սա պահք պահողների համար շատ հարմար տարբերակ է և արագ է պատրաստվում, և հեշտ է, և շատ համեղ, դուք է պատրաստեք, դուք էլ համտեսեք սիրելիներս։ Դե ինչ, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ։ Դուք է պատրաստեք, դուք է համտեսեք։ Իսկ բիսկվիթը դուք տեսաք սիրելիներս, որ ընդհանուր բաղադրիչը հիմնականում ծիրանի ջեմն էր։ Ծիրանի ջեմը ասեմ, որ ես էի պատրաստել, իմ պատրաստած ծիրանի ջեմն էր։ Այսօր այսքանից դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին սիրելիներս։ Այսօր այսքանը վերջ, բոլորիդ հաջողություն եմ մաղթում։